Ուրիշ թեմայով խոսելու չունեմ։ Ես խոսելու եմ այս երկու օրը, որ Պետրոս Ղազարյանի մոտ հանդիպում ա եղել։ Խոսելու եմ ցեղասպանության մասին, որոնք որ մարդիկ լռում են, սահմանների բացման, դրոշի ոտի տակ տալու։ Այս դրոշի ոտի տակ տալու ընդհանրապես ես ինքս որպես մարդ սխալ եմ համարում յուրաքանչյուր մի անօրեն քայլ, թե հայի կողմից եւ թե այլ ազգերի կողմից։ Մարդկությունը պահանջում է, որ նահատակված մարդու գերեզմանը չի կարելի փորել, այդ սրբություն է։ Անկախ նրանից հայ է անում, թե թուրք, դա շատ վատ բան է։ Բայց դրոշը տեսնում է, միջազգային հայտերը, որ ներկայացրած անդեղ Արցախցում խաղաղ բնակիչի գլուխը կտրած, խոշտանգած, նա չի երևում ու դրա մասին չեն խոսում։ Խոսում են մի հասարակ ինչ որ փալասի կտորի համար, որը որ այդ նույն Հայաստանի դրոշը իրենք են առաջից ոտի տակ դրել, Արցախի դրոշը Արցախում են ոտի տակ դրել, անցել կառավարության շենք։ Նորից եմ կրկնում, դատապարտում եմ այդպիսի բաները, վատ բան է։ Բայց երբ որ Պետրոս Ղազարյանի մոտ հավաքված են, չգիտեմ, քաղաքագետներ են, պրոֆեսորներ են, թե ինչ են, ես մի հասարակ գյուղացի եմ, ոչ միտեղ չեմ կրթվել այդ ուղղությամբ։ Ինչու չեն հաշվում, որ ցեղասպանությունը երբ որ եղել է, Արցախն էլ է ցեղասպանության ենթարկվել։ Անընդհատ խոսում ենք բռնագաղթ, խոսում ենք տեղահանված։ Ոչ, եթե մարդ 9 ամիս շրջափակման մեջ երեխան սովի մատնվելով, շատ մարդիկ զոհվելով, մահանալով, ու 265 հոգու զոհ ենք տվել, չհաշված քաղաքացիականը, չհաշված անօրեն, որ անհայտ կորած է։ Ու այդքանից հետո մարդիկ գտնում են, ասում են, դե գիտես ինչ, կռիվ չեն արել։ Բայց 265 հոգի մի սուտկայում որ կռվել են, այդ ինչի համար են կռվել։ Ես որ քիչ առաջ պատմում եմ, գիտես, ես 74 տարեկան մարդ, արդեն 3-րդ գիծ էի կանգնել, որ տենանք ինչ ենք անում, մեր տղաները, թորներս, սա պատերազմի մեջ էին։ Վերջի 3 տարում 20 թվականից էսանը Ղարաբաղցի մի մարդ չկա, որ նա մասնակցած չլինի, մենք բոլորս պատերազմի մեջ ենք եղել։ 37 տարի, 74-ից, 88 թվականից մինչև այսօր քանի տարի է, 37 տարի պայքարի մեջ եմ, ինչքան պիտի պայքարենք, 2 տարի անընդհատ տուն տնես, Ծիծեռնակը բուն է շինում և շինում է և երգում, ամեն մի շուկը տնելից առաջվա բունն է հիշում։ Քանի անգամ պիտի մենք տուն տնենք, թալանեն մեզնից, քանի անգամ, և այսօր ճանապարհ ես ուզում բացես։ Ստուկետը այն սենց բանը մենք խոնչ ենք ասում, դնում ես մարդու առաջ, որ արի կեր։ Ինչի համար ես բացում։ Խաղաղություն են ասում։ Խաղաղություն չուզող մարդ չկա աշխարհում։ Գողն ամենակ խաղաղություն չի ուզում, որ ուզում է թալանի, ուզում է բանի։ Խաղաղությունը բոլորս ենք ուզում, այդպիսի խաղաղություն։ Հիմիկ, միակողմանի ես ուզում, եթե թուրքը մարդ է, Թուրքիա մարդ է, այսքան տարիների ընթացքում Ուրուգվայից սկսած բոլոր պետությունները ճանաչել են ցեղասպանությունը։ Դու ինքդ այս բանից հետո ասենք թե Արցախը հանձնվել է, համակերն էլ չեմ ուզում Արցախը։ Դրանից հետո ինչու չես կանգնում ասես Հայաստանի ժողովուրդ, իմ հայ ժողովուրդ, անցյալում ինչ եղել է, եկեք դնենք մի կողմը, հաշտվենք, խաղաղություն սերմանենք, ապրենք, էլի, հերեքակռվի մեջ մտնենք։ Այո, նա խոմանա, նա ուզում է էլի ուտի, նա ուզում է էլի թալանի, որովհետև դուք չգիտեք նրան։ Ասում եմ, 37 տարի պայքարի մեջ ենք, մինչև երբ, իրավունք չունեմ ես հանգստանամ, իրավունք չունեմ գնամ մի տեղ, այսօր ես տեղ չունեմ քնելու, հաշ չկա, որ այսօր կտրում են մարդիկ միլիարդներ են աշխատում, իսկ մարդ կա չի կարող մի կոպեկի համար հատած։ Այդպիսի բան կլինի, չգիտեք որ ցեղասպանությունը եղել է, Արցախում էլ է եղել, էդ էլ կա չես կարող ժխտես, ովքեր որ տանում են սարքում այս հերոստատեսության առաջ թե ասում է կամա թե ակամա սպասում է, դե ինչ ասում է, եղել է դա։ Չեն ուզում Արցախը անունել տան, որը տեղել է ցեղասպանություն եղել, շարունակական է, բայց ճանապարհը բացելը վատ բան չի։ Մինչև հիմա որ չենք բացում։ Բերելով են թուրքական ապրանքը լցնել, մեկի համար էժան բան, վերցնեն, ըստեղի արդեն մեր բոլոր բիզնեսները փակվելու է, էլի մնալու են, մեկ էլ իրանք են փակելու չեն տալու, մնալու ես էլի կանգնած։
Սեփական արտադրանք պետք է ունենաս, պետք է գործարաններ բացես ստեղ, տարածքը ունես, ամեն ինչ ունես, ուժը ունես։ Թողնում են գնում Եվրոպա, թողնում են գնում արտասահման, իմ Եվրոպա սնդեղա, Արցախն է։ Թույլ տվեք է ժողովրդի իրավունքները, ժողովուրդ ջան, այս մարդկանց իրավունքներից մի զրկեք։ Արցախը Գոնե թողեցիք ապրեն, այն էլ վարված Արցախում։ Բոլորը համաձայն են, որ տները վարված լինի, մենակ վերադառնան ընդեղ։ Դուք չգիտեք հայրենասիրությունը ինչ բան է։ Հայրենիքի համար արյան մեջով է տալիս, ոչ մի դաստիարակություն չկա։ Քիչ առաջ ասում եք Աննա Հակոբյանը դասավանդում է։ Թողամոտը ես իրան այնպես դասավանդեմ, որ ինքը իմանա, որ ինչ է նշանակում պրոֆեսորը։ Պրոֆեսորները չես դասում, ինչ դաստիարակման բան կա, դուք պրոֆեսորները փակել եք արդեն, էլ ինչ աշխարհի էլ բան չկա, որ ստեղ տարածված չունի, ամեն օր մի տոննա բան են բռնում, թե ասում ես բանա։ Աննայի կրթածները պատիսավ։ Չի կարելի ժողովուրդ, ես ոչ մեկին չեմ ուզում քննադատեմ, բայց մարդ պիտի իր տեղը իմանա։ Դու այնպես խոսում ես, որ վիրավորում ես քո դիմացին էլ լռում է։ Աննա Հակոբյանին ինչ խորհուրդ կտաք։ Աննա Հակոբյանի խորհուրդ տղամարդուն խորհուրդ չտա։ Ինքը պետք է լսի տղամարդուն, այլ ոչ թե ինքը թելադրի։ Իրավունք չունեն։ Իմ կինս իմ առաջից ով կարա խոսի։ Չի կարա, ես ինչ ասում եմ օրենքը նայա։ Հայ ժողովրդի մեջ տայա։ Չի կարալի։ Ես խորհուրդ կտամ չխառնվի բոլոր խոսքերին։ Խորհուրդ կտամ, որպեսզի Արցախցուն մոտենա, ասի ինչով կարամ օգնեմ։ Այլ ոչ թե չգիտեմ, բիզնեսմենները յա բերում ասում միլիարդ բերեք, ասում գնանք քեֆ անենք։ Միլիոն, ես չգիտեմ, միլիոնա թե ինչ կանա, գնանք քեֆ անենք։ Դες բան ա լինում։ Այդ միլիոնը բերեք բաժանեք ստեղ ապրեն, էլի մարդ։ Սա շիկ դվա։ Հետո ասել են 115 միլիարդ են ասում, թե իբրև արցախցիների համար բյուջեից ստացել են, եթե չեմ սխալում։ Չեմ կարա էլ ճշտությամբ ասեմ։ Բա քիչ եք ներկայացնում արտասահմանը ինչքան է տվել, որ պիտի տակ Արցախցուն։ Այդքանը քիչ եք արտահայտում։ Ուրա գնացել այդ փողերը։ Ու երբ որ գտնում են, որ Հայաստանը Արցախը միշտ պահել է, բյուջեն համալրել է, էլի դեֆիցիտը ստեղից են ուղարկել։ Արցախը չի կարողացել իրան եկամուտներով ծախսերը կատարի, ստեղից են ուղարկել։ Գոնե որ մի տարի տալիս եք Արցախցուն, նրա կեսը տվեք ստեղ ապրենք, էլի, չեն տալիս։ Ես ֆինանսիստ չեմ, ոչ էլ տնտեսագետ եմ, տնտեսագետներն հարցրեք իրանք վերլուծեն կասեն, էլի ինչ է։ Գոչ եմ անում հայ ժողովրդին, գոչ եմ անում մեր գրողի ասածով, Պարուլ Սևակը որ գրել է, ծերանում ենք Պարուլ Սևակ, ծերանում ենք սիրելիս, ծերանում ենք բասև անպես դեր խելքի չենք մենք գալիս, երբեք խելք ու գալու, որ արդեն թուրքու հրթիրը կծից տեղ, հետո էլ ասելու են, արցախցիները նենց են անում պատերազմը լինելու է, չի վերջացել, գերտերություններն են հլը որ բանանում, պատերազմը տարածաշրջանում քարտեզի փոփոխությունա տեղի ունենալու։ Մենք պետք է իմանանք մեր դիրքը որտեղ է, այլ ոչ թե գնանք Թուրքին ապավինենք։ Էն էլ է մարդ, են թուրք հասարակ մարդն էլ է մարդ, որ իրոք պիտի իրոք ինքը ասելա, ես ընթանում եմ, Փաշինյանն ասել, ես ընթանում եմ, որ բոլորի համար լավ լինի, եւ Արցախցու, եւ Հայաստանցու, եւ Թուրքի համար։ Էս է քո լավը։ Սա տվել եք իրան, ես դու լավ պիտի լինենք։ Շնորհակալություն, աշխարհի հայեր, ձեզ սիրում եմ։ Եթե ես մեռնեմ ստեղ, իմ քարիս վրա կգրեք, ինձ փնտրեք ժողովրդի մեջ։ Ես ժողովրդական մարդ եմ եղել։ Սիրում եմ իմ հայ ժողովրդին, սիրում եմ պայքարող մարդուն, այլ ոչ թե հազնվող, ծնկի եկող, լավա ոտքի վրա ինձ սպանեն, քան ծնկաչոք ապրեմ։